Բարև ձեզ ռադիո լսողներ, հանրային ռադիոյի եթերում բարձր գրականություն նախագծի հերթական հաղորդումն է, ես Արքմենիկ Նիկողոսյանն եմ։ Գրականության շուրջ վերաբերմունքը ձևավորվում է ոչ միայն ընթերցողական կարծիքներով, ոչ միայն պրոֆեսիոնալ գրականագետների ու գրաքննադատների տարաբնույթ հոդվածներով եւ ուսումնասիրություններով, այլև շատ ավելի հաճախ եւ շատ ավելի ազդեցիկ են լինում գրողների գրականության մասին գրված էսսեները, ամենատարբեր հոդվածները եւ աշխարհը ճանաչում է այդպիսի հրաշալի գրողներ եւ հրաշալի էսսեներ եւ ուսումնասիրություններ, որը գրականության, ճանաչողության, ըմբռնման մեկ այլ մակարդակ է Երևան բերում։ Բարեբախտաբար մեր իրականության մեջ էլ կան գրողներ, որոնք սիրում են գրականությունը ճանաչել այդ մեթոդով եւ լույս է տեսել Մանասեի այս հրաշալի գիրքը թևածող անթարգմանելին, որի շուրջ էլ կզրուցենք բանաստեղծ մշակութաբան Մանասեի հետ, ողջույն Մանասե։ Մի անգամից այսպես սկսեմ էլի, որտեղ իմ տպավորությունը քո գրականության հանդեպ այդպիսին է։ Ես շատ լավ ծանոթ եմ նաև քո պոեզիային, հատկապես 90-ականների վերջ 2000-ականների սկզբին գրված, երբ որ կարդում էի քո էսսեների գիրքը, ինձ մոտ տպավորություն էր, թե այստեղ շարունակվում է քո բանաստեղծությունը։ Հա, քո բանաստեղծությունից ես գնում, ահա, այս գրքերը, մշակութային արժեքները, որոնք կան այս գրքում, թե քո բանաստեղծությունն է այս արժեքների հանրագումարը, այդուհանդերձ։ Ճիշտն ասած, ես կռահել էի, որ նման հարցադրում կլինի, որովհետև ենթադրվում էր երկու ժանրերի միջև կապը։ Ուրեմն ես որպես բանաստեղծ չեմ սկսել, բանաստեղծությամբ չեմ սկսել, ոչ էլ արձակով։ Զարմանալի, որ սկսել եմ ասույթներ գրելով։ Դա մանկուց թե պատանեկությունից։ Չէ, այդպիսի մի ծիծաղելի դեպք եղավ, ես այդ ասույթները դե 20-21 տարեկան էի։ Տարա Ալեքսանդր Թոփչյանի մոտ, որը հեղինակային իր կարծիքը լսեմ, վերջը մի քանի օր անց հանդիպեցի, ասեց այ տղա ջան, մարդիկ մեռնելուց են աֆորիզմ գրում, դու սկզբից ես գրում։ Այդպես ընթացք չունեցավ, ամենայն դեպս գիրք չդարձավ այդ ասույթների գիրքը, հետագայում պոեզիայի մեջ, այո, առաջի գիրքը պոեզիա էր, ձայնմարտկային, որից հետո անցա ուսումնասիրեցի նաև փիլիսոփայություն եւ այլ, շրջափուլեր եմ ունեցել, ընդ որում, եթե շրջափուլը ավարտվում է, ես օրինակ այս գիրքը ինձ համար անցած էտապ է, հա, ես այլևս չեմ վերադառնա այդ տեսակ գրականության, որտեղ թող բարձր չհնչի փիլիսոփայություն միահուսված է գեղարվեստական խոսքի հետ։ Իմ նպատակը չի եղել այդպես չոր փիլիսոփայել։ Իմ նպատակը եղել է ոչ ունենալ, խոսելու, նույնիսկ եթե գաղափարը արդեն եղել է, այդ գաղափարի շուրջ խոսելուց հետաքրքրություն ծնվի, համենայն դեպս գոնե ինձ համար հետաքրքիր լինի, ինչպես եմ խոսում։ Եվ այդ տրամաբանությամբ այո, շատ մեծ կապ կա, մասնավորապես լեզու եւ տաբու վերջի գիրքը, որին նույնպես ծանոթ եմ ես։ Չհասկացվեց։ Շատերը կարծես չհասկացվելուն կգանք, Մանասե, տես գալով նախորդ հարցից, հա, որպես շարունակություն, այս էսսեները նույնպես բանաստեղծական տեքստ են։ Մտածել եմ որպես բանաստեղծ։ Վերջին հաշվով ես ինձ փիլիսոփա չեմ հավակնում համարել, փիլիսոփան Կարեն Սվասյանը, Էդմոն Ավետյանը, Ալբերտ Ստեփանյանը, Սերգեյ Ստեփանյանը, որին ես շատ բարձր եմ գնահատում, բայց ես ճիշտ է, թերի ինչ-որ կիսատ պրատ
բաներ ունեցել եմ։ Խոսքս ավելի շատ տեքստի եւ գրականության ընթերցման բացահայտման որակի մեջ է, հա, օրինակ ես հիմա բացեցի պատահական մի էջ, դեռևս Նիչեի կոնսպեկտների հետ Դոստոևսկու դևերի առիթով վերնագրով էսսեն է։ Հիմա եթե նույնիսկ մեկ նախադասություն կարդամ այս տեքստից, տես նրանք որ նիհիլիզմ են թաղում, որտեղ կարող են այն թաղել, եթե ոչ իրենց հոգում, ու դա մի բան է, որ ինքն իրեն չի փտելու ջնջելով իր վերածնվելու գեղագիտությունը, այլ եթե հոգու խորքերում է թաղվում, առժամանակ հոր թաղվածի թվացialությամբ նորից է այն հառնելու ապացույց տալու, որ նիհիլիստ լինելը դադարեք պայմանավորել Շոպենհաուերով եւ Շոպենհաուերով հետա ձգվող Նիչեյով։ Այսինքն սա բանաստեղծական տեքստ է ըստ ամենայնի, այդ գաղտնիքն եմ ուզում հասկանալ, հետո վերադառնանք այն չհասկացվածության ֆենոմենին։ Որքանով է բանաստեղծական մտածողությունը կամ բանաստեղծական տեքստը ունակ, հա, մերձենալու այն համաշխարհային տեքստերին, ես նույնիսկ մեր ռադիո լսողների համար թվարկեմ ինչ հեղինակների անդրադարձել մանասեն Հայդեգերին, գիտեմ, Պլատոնին, Դեմոկրիտեսին, Ցիցերոնին, Պլոտինոսին, Էդգար Ալան Պոին, Կերկեգորին, չգիտեմ, Նիչեին, Դոստոևսկուն, Ֆոլկներին, Բերգսոնին, հա, որքանով է ունակ, հա, բանաստեղծական մտածողությունը, բանաստեղծական տեքստը, այս մեծ գրքերի համաշխարհային գանձարանի այդ մեծ տեքստերի հետ առնչվել, ավելին հավակնել, վերլուծել, մեկնաբանել դրանք։ Ուրեմն դերասանական արվեստում կա շատ լավ գիտես ներանձնավորվելու ֆենոմենը։ Այդ առումով ինձ համար անգերազանց է Սմոկտունովսկին, որ կարող է վերջին ապուշին խաղալ այնպես, որ չհավատաս, ինքը կարող է Համլետ խաղալ։ Նաև Համլետի մեջ էլ ապուշություններ կան։ Ներանձնավորման խնդիրը նաև գրողին պիտի հետաքրքրի։ Ինչու եմ ասում սա։ Որպես սպորտով հետաքրքրված մարդ, դու շատ լավ գիտես, հիմա ասենք մաքուր պաշտպաններ չկան մաքուր արձակվողներ։ Նույնիսկ դարպասապահները կատարում են գործողություններ, որ մի 50 տարի առաջ կզարմանային ինչ գործ ունի դարպասապահ հակառակորդի դարպասի մոտ։ Ինչու դա պիտի չլինի նաև արվեստում։ Ինչու պիտի բանաստեղծը միայն բանաստեղծ կոչվի, իբր թե այդպես առաքելությունը անձրն բան է, էլի անխոցելի է, հա։ Ոչ, ընդհակառակը պիտի կերպափոխումները լինի, ներանձնավորվելու։ Այդ առումով ես այս պահին խի եմ ասում, որ կամաց հեռանում եմ այդ գրքից, այս պահին ես աշխատում եմ պրոտևս հույն աստվածության կերպարի շուրջ։ Ինչու պրոտևս։ Կաղապարներ են ստեղծվում, ես հիմա կվերադառնամ հարցին։ Ցանկալի է։ Կաղապարներ են ստեղծվում, որոնց ձեռը մենք կրակն ենք ընկնում, չգիտենք ուրիշ կերպ ոնց մտածենք, որ այդ կաղապարներից դուրս գանք։ Ասենք Սիզիփոսի կերպարը։ Հերիք է, բավական է։ Գտեք ուրիշ բան, ասեք ուրիշ բան։ Այդ ուրիշ բան ասելը շատ ավելի դժվար է։ Պրոտևսը շատ ավելի չպիտի շփոթել Պրոմեթևսի հետ։ Պրոտևսը կերպափոխումների աստվածությունն էր, որին եթե ֆիքսում ես մի կերպարի մեջ, նույն պահին ինքը ուրիշ կերպար է արդեն։ Եթե ֆիքսում ես ձկան կերպարանքով, նույն պահին ինքը կարող է գիշատիչ ցամաքային ինչ-որ գիշատիչի կերպարով լինի։ Եթե ֆիքսում ես այդ կերպարի մեջ, ինքը նույն պահին նաև ուրիշ է։ Ինքը անորսալի է այդ կերպարը։ Չես կարող ստույգ ասել ինչ է իրենից ներկայացնում։ Հիմա ինչու եմ դա ասում, որովհետև այդ փոխունակությունը, այդ փոփոխական լինելը շատ կուզենայի, որ գրողների մեջ էլ լիներ։ Նրանք չսևեռվեն, ասենք, եթե մի ֆորմի մեջ է, այսպես ասած, այդ ֆորմով ձանձրալի է ի վերջո։ Ձանձրալիից այդ մեկ էլ կարևոր հատույթ կա, մենք գործ ունենք ամեն դեպքում ժամանակակից աշխարհի հետ, նոր տեխնոլոգիաներ, չգիտեմ ինչ, արագընթաց ժամանակներ եւ այլն։ Ես ուզում եմ խոստովանել, բոլորը գիտեն, որ ես լավ ընթերցող եմ, ես բավական դժվարությամբ կարդացի, հա, այս գիրքը նախ բնագիր տեքստերն են իրենք ծանր։
եւ գումարած դրանց վերլուծությունը բնականաբար հա տարբեր փիլիսոփայական խորքերով, ամենատարբեր մոտեցումներով, համաշխարհային գրականության գիտակի, հա, վստահությամբ եւ գումարած դա հավելվում է բանաստեղծական մտածողության, բանաստեղծական մոտեցումներով, որը դժվար է, հա, դժվար է։ Ես ուզում եմ արագ իմանալ, հա, դու օրինակ ինչ ես ասում Էդի Պարքայի մասին, կամ նրա բարդույթի մասին, կամ չգիտեմ ինչպես ես վերլուծում Հայդեգերի փիլիսոփայությունը, կամ ինչ ես գտել դևերի մեջ, որ կապես Նիչեի հետ եւ այլն եւ այլն։ Եվ սա բնականաբար, տես խոսում ենք չհասկացվածության մասին, ոչ այնքան չհասկացվածության խնդիր կամ անաս է, այլ որքան այդ գիտելիքը մի քիչ པարզ մատուցելու։ Օրինակ տագնապ չկա, որ քո ասած մոտեցման դեպքում, օրինակ հայ բանաստեղծները առանձնել քիչ են կարդում իրենց, չէ, ընդհանրապես սկսեն չկարդալ։ Ուրեմն դե այդ արդեն այլ խնդիր է։ Ուրեմն գրառումների տետեր ունեմ, դեռևս անտիպ, որից մի պարբերաբար ես կարդացել եմ գրառումների տետեր առանց ուղղումների, հա։ Տեղյակ եմ, շնորհակալ եմ։ Գրառումներից մեկը այսպես էր. Եթե 100-ից 10-ն է ինձ ընթերցում, որ ինձնով ճանաչի իրենց, թող իրենք ուրախ լինեն դրան։ Եթե 100-ից 1-ն է ինձ ընթերցում, եւ ես այդ մեկով ինձ եմ ճանաչում, ես պիտի ուրախ լինեմ եւ շնորհակալ։ Տվյալ դեպքում ես շնորհակալ եմ, որ գոնե ասենք մեկ ընթերցող դու ես եւ դու ինձ հասկանում ես։ Բայց ես օրինակ ես պատասխանեցի ինչու ինչի հետաքրքրում թե շատերը չեն հասկանում չեն հետաքրքրում եւ այդ պատասխանը տալիս են ոչ միայն ասենք կոպես բարդ տեքստ ստեղծող մարդիկ այլ նաեւ ում հարցն ես ասում ին ընթերցողը չի հետաքրքրում չի հետաքրքրում այդուհանդերձ ինչու է ստեղծվում այս գիրքը ինձ համար մենակ հա ենթադրենք այս բանը ես որպես կերպար եմ ասում քեզ կարող է լինի օրինակ եղել են դե անուններ չտամ բավականին բարձր կարծիք են ունեցել այդ բարդությամբ հանդերձ լավ բանաս եւ ներողություն չեմ կարող սխալվում եմ Վալերի միտքն եթե մարդը ուզում է տարբերվել բառացի չեմ հիշում եթե դու ուզում ես տարբեր լինել մյուսներից անխուսափելի են դու բարդության մեջ ես ընկնում եւ հետո շարունակում է որ կան գաղափարներ որ բարձ չես կարող բացատրել ինքնին բարդությունը առաջանում բացատրել ապրոց այդ ամեն ինչը կա բայց ես հիմա կփորձեմ հակառակ օրինակն էլ բերել տես ամեն դեպքում իր բարդությամբ իր հզոր դեմքերով ասենք բախտին մյուսներ գրականագիտություն ընդհանրապես մեկնաբանական գրականությունը ինչ են ասենք աստվածաշունչը դրել մեկնաբանել չէ աստվածաբաններ տարբեր մեկնիչներ եւ այլն որպեսզի կարողանան այն խրթին տեղերը որ ունի սուրբ գիրքը ավելի մաչելի հա հասարակ ժողովրդին կամ չգիտեմ սովորական ընթերցողին տալ նույնը գրականագետի ֆունկցիաների մեջ է հա մտնում ինչ որ բարդ գաղափարներ, կառույցներ, հա, փորձել մաչելիորեն բացատրել ընթերցողին։ Եվ օրինակ, եթե հիմա խոսենք գրականությանը, էսեիստաբար, հա, մոտեցած գրողներին հիշենք, գոնե մեծերին, օրինակ Բորխեսի էսեները կան, հա, տարբեր գրողների եւ գրքերի մասին, Ումբերտո Էկոյի էսեները կան տարբեր գրքերի եւ գրողների մասին։ Տես Բորխեսն ու Էկոն առնվազն պակաս ինտելեկտուալներ չէին, հա, եւ իրենց գրականության որոշ կտորներ էլ կարդալով պակաս բարդ գրող չէին, հա, եւ տարբերվող չէին։ Այս դեպքում ամեն դեպքում այդ կտորում իրենք համապատասխան գործառույթ ունեն, ահա մաչելի բացատրել այս ինչ բաները։ Այս դեպքում նպատակը արդեն քո գրքի եւ քո արարքի որն է, երբ որ ես ոչ թե ընկալում եմ այս գրքերը, որոնց մասին դու խոսում ես, բարձ, այլ ավելի եմ խորանում դրանց բարդությունների մեջ։ Այս է հարցիս իմաստը։ Ուրեմն իմ նպատակը անկեղծ ասած չի եղել գրելու պահին, երբ որ ես աշխատել եմ այս գրքի վրա, իհարկե պարբերաբար տարբեր ժամանակներում իմ նպատակը եղել է ես ինչքանով հաճույք կստանամ իմ մտածելուց ինքնաբավ բացարձակ ինչ չի հետաքրքրել ես հավատում եմ ես ինքս էլ այդքան չկամ բայց ունեմ այդպիսի տեքստ լավ ես ավելին ասեմ նորություն չեմ ասի եթե ասեմ
մտածական process-ը եւ իր ֆիզիոլոգիայով եւ իր հիմա հնարավորություն կա պատկերները տեսնելու մտածողությունը ինչ քիմիայի մեջ է շատ աննմանվում սեռական ակտի սեռական ակտը նույն process-ն է մի քիչ դա մտավոր մակարդակում նա զգայական մակարդակում ինքը հոչի մտածում արդյունքը գեղեցիկ կլինի տգեղ կլինի անճորնի կլինի արական կլինի գական կլինի այո հենց պատասխանն էսպես է որ իմ նպատակը ինձանից իմ մտքից հաճույք ստանալն է թե ես կարող եմ հաղթահարել Պլոտինոս իմիջիալոս Պլոտինոսը գրելու համար ես ներանձնավորվել եմ Պլոտինոսի մեջ Էնիադները կարդացել ես հայերեն թարգմանության բնականաբար Չէ, նաև ռուսերեն տեքստերից եմ օգտվել, այնտեղ էսեում էլ կար, դե ես դժվար չէր ինձ համար ձեռքի հետ թարգմանել եւ ներկայացնել։ Մանասը մի հարց էլ կուզեի տալ, տես նախ երևի ասեիր ինչին հենց այս տեքստերը ընտրվել, հա, կոնկրետ այս գրքի եւ ինձ քանի որ հանդիպել եմ օրինակ Հակոբ Մովսեսի տեքստերն ես վերլուծել ես նույն սկզբունքով այս գրքում չկա ցավոք հայ գրականությունից որ երկերն են որ քեզ մղում են ահա նման սուզումների կամ կան այդպիսի գործերս քեզ եւ քո որտեղ ինչ եմ ասում անասը տես օրինակ երբ որ վերլուծության այս մեթոդի հետ ընթերցողը առնչվի ով որ կարդա քո էսեները կտեսնի որ ոչ միայն գործերն են հատուկ ընտրված, այլ նաև այնպիսի գործեր են ընտրված, որ այդ վերլուծությունը իրենց սազի, հա, այդ խորքը կա, բանը կա, հա, որտեղ չես վերթի ամեն պատահական գործ այս մեթոդով վերլուծես, էլի։ Եվ ակամա կմտածի, այմար տենաս մանասեն մեր գրականությունից որ գործը կուզենաս տենց վերլուծել, էլի։ Եղել է ընթացքում իհարկե հետաքրքրվել եմ Զորայր Խալափյանի էսեներ էին, թե գրառումներ։ Այսպիսի բաներ գիրքը նկատի ունես։ Օդվածներ էին։ Հա։ Հետաքրքրվել եմ Կարպիս Սուրենյանի էսեներով։ Կարող է հիմա չհիշեմ, բայց իհարկե հայերեն դու կարող ես հիշեցնել, ես կասեմ հա, թե չէ։ Ալբերտ Կոստայանի էսեները կան։ Ինձ այդ մասով գիտեմ։ Սկզբից հենց դա եմ։ Այո։ Բայց որ գործ օրինակ տես Դոստոևսկու դևերը վերլուծել ես։ Հակոբ Մովսեսի պոեզիան վերլուծել ես գրառումներով, բանով։ Հայ գրականություն օրինակ որ վեպը կվերլուծեիր այս մեթոդով։ Որ վեպը կամ որ գրողին դժվարանում եմ ասում, գիտես, ուրեմն դե բնական է, ես ծանոթ եմ հայ վիպասանությանը, բայց քանի որ դա բավական չէր, եւ ոչ քեզ է բավական, եւ ոչ որևէ մեկին, ինքը պիտի մի ուրիշ տարածք էլ մտնի, հասկանա, զուգահեռելու համար, համեմատելու համար, դժվարում եմ ասեմ, չգիտեմ, կարող է եւ ընդունակ չլինեմ։ Գիտեք ոնց ուրեմն երբ որ մի բան վերլուծված է, հեշտ է նորից վերլուծել։ Օրինակ Թոմաս Քվինսեի մասին որ ես գրել եմ, իմիջիալոց ես հենց այն գործերն եմ վերլուծել, որ չեն թարգմանվել։ Ծանոթացել եմ համացանցով, գրքերով եւ այլն։ Դա իր պատճառն ունի ես հեշտ գրելու հեշտ բրցնելու բերի տակից հեշտ բրցնելու բան չունեմ էլ այդպես շուտ անեմ վերջացնեմ ես այդ նորից եմ ասում այդ վերապրումը պիտի լինի ես պիտի այդ պրոթևսի պես կերպափոխվեմ իր հետ որ կարողանամ մաքսիմում իրենից կամել ինչ որ բան ստանալ հա դա այն աստիճան կարող է հասնել, որ երազներով շարունակ տեսնեմ, խոսեմ, եղել է շատ դեպքեր է եղել, շարունակել եմ երազով այդ հեղինակի հետ շփվել, այդ աստիճան դե գրողը ինչի համար է, եթե ինքը զգայունակ չի, եթե իր մաշկը պայմանական է մաշկ,
այդ մաշկը մի թեթև ձեռք տաս ինքը կխոցվի, գրողը սառը, անկենթան, ես չեմ պատկերացնում ուսկալյա նման գրողն ինքը Մանասե, այս շատերը հիմա որ մեզ լսում են, քո խոսքերի մեջ որոշակի վերացական, գեղեցիկ, նույնիսկ պաթոսախար բան կնկատեմ, բայց ուզում եմ մեր ռադիո լսողներին վստահեցնել, այ որ առնչվեք Մանասեի բանաստեղծությանը եւ առավել եւս այս գրքին, որ այսօր քննարկեցինք, թևածող անթարգմանելին, որի վերնագրում ի դեպ շատ բան կա ասված, հա, որովհետև դա էլ փաստենք Մանասե, որ այն մեթոդները, մոտեցումները, որ կան քո գրքում, որոնք դու ես վերլուծել, ըստ ամենայնի կան օդում, ինչ որ միտեղ թևածում են եւ պետք է լինել լավ որսորդ այս դեպքում, որպեսզի կարողանաս դրանք որսալ։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար։ Մի բառ ընդհանրապես թևածող անթարգմանելին չի վերաբերում թարգմանչական արվեստին։ Բնականաբար, ես այդպես էլ հասկացել եմ։ Դա կեցության, գոյության եւ այլն։ Ես այդպես էլ հասկացել եմ։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար եւ վստահեցնում եմ մեր ռադիո լսողներին, նրանք ովքեր կուզենան կարդալ Մանասեի էսսեների, հրաշալի դեպ էսսեների այս գիրքը իրենց համար ոչ միայն գրականությունը նորովի կբացահայտեն, այլ նաև հենց այն հեղինակներին են գրքերը, որոնք վերլուծված են այս գրքում։ Շնորհակալություն Մանասե, ուսամ նոր հանդիպումների առիթ կունենանք։ Շատ լավ, շնորհակալություն։ Սիրելի ռադիո լսողներ, վերջում հիշեցնեմ, որ հանրային ռադիոյի եթերում բարձր գրականություն նախագծի հերթական հաղորդումներ, ես Արմենիկ Նիկողոսյանն եմ, զրուցում էի բանաստեղծ մշակութաբան Մանասեի հետ, մեր զրույցի թեման նրա թևածող անթարգմանելի էսսեների ժողովածուներ։ Լավ եղեք։